Արդեն 2 օր է, ինչ Նինոց Մինդայի մարզադպրոցում անցկացվում է դպրոցական ֆուտբոլի առաջնություն, որին մասնակցում են մունիցիպալիտետի 13 դպրոցներ։ Թիմերի մրցաշարն ընթացավ ընկերական ու ջերմ միջավայրում։ Խաղերին հետևում էին Նինոց Մինդայի քաղաքապետարանի մշակույթի ու սպորտի ծառայակիցները, մարզադպրոցի մարզիկներն ու մասնակից դպրոցների սպորտի ուսուցիչները։ Ինչպես տեսակ, արդեն երկրորդ օրն ենք անցկացնում ենք մեր մարզադպրոցի մարզադահլիճում ֆուտզալի դպրոցական երեխաների առաջնություն, շրջանի առաջնություն։ Այս անգամ բավականին շատ էր քանակը, դպրոցների մասնակցությունը ավելի ակտիվ էին, քան նախորդների ժամանակ։ Մասնակցեց 13 թիմ տարբեր դպրոցներից, որ դպրոց կար, որ առաջ անգամ մասնակցեց եւ հաջողության հասավ։ Խոսքս Թորիայի դպրոցի մասին է, գրավեցին 3-րդ տեղը։ Շատ բավականին լուրջ էր նախապատրաստվածությունը, երեխաների ակտիվորեն մասնակցեցին եւ լավ պատրաստված էին թիմերը։ Ամենաշատ գոհացուցիչ թիմերը Սպասովկայի, Ժդանովականի, համար 2-րդ քաղաքի դպրոցներն էին, որոնք ավելի լավ էին պատրաստված ֆիզիկապես, թե հոգեպես։ Արդյունքում հաղթում է նա, ով ավելի ուժեղն է։ Կիսաեզրափակիչում հաղթանակ տարավ Թորիայի թիմը, զբաղեցրեց 3-րդ տեղը, իսկ եզրափակիչում հանդիպեցին Ժդանովականի եւ քաղաքի համար 2-րդ դպրոցի աշակերտները։ Երկուսն էլ լավ տակտիկապես, տեխնիկապես խաղ ցուցադրեցին, բայց եւ այնպես Ժդանովականի թիմը ավելի ուժեղ էր եւ վերջինս դարձավ այս միջոցառման հաղթողը։ Ողջունում եմ մեր տղաներին, թող հաջորդ հաղթանակը լինի արդեն ռեգիոնալ տուրերում կամ լինի հանրապետական տուրերում։ Այս միջոցառումը կազմակերպել է մեր քաղաքապետարանի սպորտի բաժինը։ Մենք էինք կազմակերպել իհարկե սպորտ դպրոցի օգնությամբ, աջակցությամբ։ Այսպիսով ավարտեցինք այս տարի, ել չունենք արդեն միջոցառումներ։ Երկորյա թեժ պայքարում 3-րդ տեղին արժանացավ Թորիայի հանրային դպրոցը, երկրորդում էր քաղաքի թիվ 2 ռուսական դպրոցը, իսկ առաջին պատվավոր հորիզոնականը նվաճեց Ժդանովականի հանրային դպրոցը։ Նշենք նաև այն, որ այս մարզիկները բազմիցս են եղել առաջատար դիրքերում ու տարբեր մարզաձևերում գրավել փայլուն հաղթանակ։ Նախ եւ առաջ ողջունում եմ բոլորին, մեր սպորտասեր հասարակությանը, այն մարդկանց, ովքեր որ ապրում են սպորտով, սիրում են սպորտը եւ իրենց կյանքում սպորտը շատ կարեւոր է, նշանակություն ունի, միգուցե նաեւ եւ ունեցել։ Ուզում եմ ասեմ, որ մենք այս շնորհակալություն ենք ուզում հայտնենք Նինոց Մինդայի սպորտի բաժնին, որպեսզի կազմակերպված նման որակյալ առաջնությունը, ֆուտբոլային մինի ֆուտբոլի առաջնությունը, որտեղ որ մենք նույնպես մեզ հրավիրեցին եւ մենք ունեցանք մեր ուրույն մասնակցությունը։ Երեք մենք անցկացրեցինք շատ կարեւոր մեր համար հանդիպում, խաղացինք մենք Փոգայի դպրոցի հետ, որտեղ որ մենք հաղթեցինք 3-0, ինչպես նաեւ սակայն ցավոք պարտվեցինք Ժդանովականի դպրոցին 5-2 հաշվով եւ այսօր մենք մեր 3-րդ տեղի համար մենք խաղացինք Հեշտյայի դպրոցի հետ եւ հաղթեցինք 7-0 հաշվով։ Չնայած սա մեր համար շատ կարևոր էր այս հանդիպումը, սա մենք առաջ անգամ չենք մասնակցում նման խաղերին, բազմաթիվ անգամ, բայց սա մեր համար չպետք է լինի հենց այն շեմը, որը պետք է բավարարվենք, այլ պետք է միշտ առաջ նայենք, խաղանք, աշխատենք, սխալները եւ բացթողումները միանգամից շտկենք, որպեսզի դա մեր համար դառնա քրոնիկական խնդիր եւ ժամանակին ուղենք եւ այդ դեպքում նոր մեր համար հաջողություն անխուսափելի կլինի։ Նաեւ ուզում եմ երկու խոսքով ասեմ սպորտի մասին, որ մեր դպրոցում առասարակ ես Հովսեփ Սեխլյանն եմ, սպորտի դպրոցի Թորիայի հանրային դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը։ Վերջի տարիների ընթացքում դրական դինամիկա է նկատվում մեր դպրոցում, առասարակ գյուղում կապված սպորտի հետ, մեր գյուղում ավելի շատ զարգացված է մի շարք սպորտաձևեր, դրանցից է օրինակ ֆուտբոլը եւ վոլեյբոլը, վերջի տարիներին արդեն կարելի ասել նաև սեղան թենիսը։ Եվ վերջի տարիների ընթացքում արդեն դրական դինամիկա կա այս սպորտաձևերում եւ մենք ուզում ենք երեխաներին սա մեծ հնարավորություն է, մեծ պետությունը ստեղծում, որպեսզի գանք մասնակցենք, խթանենք սպորտը եւ մասսայականացնենք եւ
որովհետեւ մեր քանի որ սպորտի հիմքում ընկած ինձ առողջությունը, առողջ ապրելակերպը եւ երկարակեցությունը, բայց նաեւ պետք է նաեւ շեշտել, որ սպորտում ինչպես նաեւ կյանքում շատ կարեւոր է հաղթանակը, բայց հաղթանակից պետք է իմանանք, որ հաղթանակ տանող ճանապարհը հեշտ չի լինում, միշտ գոյություն ունեն արգելքներ եւ չպետք է մենք այդ արգելքների առաջ երբեք կանգնենք եւ պետք է շարժվենք առաջ, միշտ հաղթենք, բայց ավելի կարևոր այն, որ սպորտում հաղթանակից կարևոր մի շարք գործոններ գոյություն ունեն, մարդկային հատկանիշներ, որոնք որ ել ավելի կարևոր են հաղթանակից, ինչպես նաև հաղթանակի բերկրանքը, պարտության դառնությունը սպորտում շատ կարևոր է, բայց նաև կա մի շարք մարդկային հատկանիշներ, դրանք ընկերասիրությունը, փոխօգնությունը, որոնք որ կարելի ասել ավելի զարգացնում են սպորտը իրենց մարդկային դրական էմոցիաներով, այնպես որ փոխօգնություն, ընկերասիրություն, դրանք ամենակարևորն է մեր համար սպորտում, եւ դա կարելի ասել գեղեցկացնում զարգանում է սպորտը։ Մենք հուսով ենք, որ սա մեր թիմի համար, մեր դպրոցի համար վերջի հանդիպումն էր, մենք աշխատելու տեղ ունենք, այսօր մենք գրավեցինք 3-րդ հորիզոնականը, բայց կաշխատենք ել ավելի շատ ջանք ու երանդ ներդնել մեր սպորտային գործընթացում, որպեսզի հաղթենք եւ մեր դպրոցի անունը եւ մեր գյուղի անունը ավելի բարձր պահենք։ Հաղթող թիմերին քաղաքապետարանի կողմից հանձնվեցին մեդալներ ու դիպլոմներ։ Հաղթական գավաթը ժդանովականինն էր։ Ուրեմն ասեմ, որ երեկվանից սկսվել էր դպրոցական մինիֆուտբոլի առաջնություն, որ կազմակերպել էր մեր մունիցիպալիտետը եւ սպորտի բաժինը, թվով մասնակցում են 13 դպրոցի թիմեր եւ ժանովական նույնպես մասնակցում էր։ 3 խաղ տեղի ունեցավ, 3 խաղ հաղթեցինք, այսօր տեղի ունեցավ եզրափակ իշխաղ հաղթեցինք Նինոս Մինդայի դպրոցին, երևի թե չեմ սխալվում ռուսական դպրոցներ, 5-1 հաշվով, շնորհավորում եմ իմ սաներին, շնորհավորում եմ մյուս մրցանակային տեղ զբաղեցրած թիմերին, ասեմ, որ շատ լավ գեղեցիկ խաղ ստացվեց երկու թիմերի կողմից էլ։ 2025 թվականը Նինոս Մինդայի մարզական կյանքում մեծ հաջողություններով առաջընթացներով լի էր։ Նրանց տարվա ամփոփման մասին կանդրադառնանք առաջիկա թողարկումների ժամանակ, իսկ այս խաղով եզրափակվեց արդեն մարզական տարին։ Հաջողություններ գալիք 2026 թվականին մեր մարզաշխարհին։